Պատասխանելով 2021 թվականի արտահերթ ընտրությանը տված իր նախընտրական խոստումների անկատարության վերաբերյալ հարցերին վարչապետ Փաշինյանը արձագանքում է, որ գլխավոր մեծագույն խոստումը կամ պարտավորությունը նա և իր առաջնորդած ուժը կատարել են, բացել են խաղաղության դարաշրջան Հայաստանի և ռեգիոնի համար։ Հասկացություններն անկաշկանդ գլխիվայր շրջող այս հայտարարությունները ստեղծում են տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանին և նրա առաջնորդած ուժին քվե տալը ընտրողի համար պետք է որ լինի այլևս արժանապատվության հարց, առավել ևս այն ընտրողի համար, որը նրան ձայն է տվել 2021 թվականին, առաջնորդվելով այն խոստումներով և այն նպատակներով, որ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը։ Չէ որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր խաղաղության դարաշրջան բացարձակապես այլ բովանդակությամբ և օրակարգով, այլ ճանապարհով, Արցախի հայկական մասի հետ միասին և ոչ թե այդ մասի հաշվին և առավել ևս այլ զիջումների հաշվին, որոնք արդեն վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ եթե քվե տվողների համար կարևորագույնը հենց ինչպես Փաշինյանն է ասում, մեծագույնը այդ խաղաղության դարաշրջանի մասին խոստումն էր, ապա քվե տալուց առաջ նրան պետք է հարց տային, թե ինչպես է պատրաստվում խաղաղության դարաշրջան բացել, հաշվի առնելով, որ խոսում է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին, անջատում հանուն փրկության մասին, առավել ևս այն դեպքում, երբ Ադրբեջանը բացի այդ ամենի հանդեպ կոշտ հռետորաբանությունից և կոշտ հայտարարություններից ու դիրքորոշումներից, նաև հենց նախընտրական այդ խոստումներից օրեր, շաբաթներ առաջ զբաղեցրել էր, օկուպացրել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։ Հետևաբար ներկայիս նենգափոխ ճառասացությամբ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին խաղում է հենց իրեն ձայն տված քաղաքացիների, ընտրողների արժանապատվության հետ, ոտնահարում նրանց մտածելու, քննելու, քննարկելու կանխավարկածը, կամ ոտնահարել է դեռևս 2021 թվականին։ Հետևաբար 2026 թվականին այդ մարդիկ ունեն իրենց պատասխանը տալու հնարավորություն քաղաքական շատ պարզ ճանապարհով, այլևս քվե չտալով այն նենգափոխումներին և դրանցից մեծագույնին այն է, թե Փաշինյանին տրված քվեն քվե է խաղաղությանը, իսկ չտվածը քվե է խաղաղության դեմ։ Դա մեծագույն նենգափոխում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չէ, որ բերել է կամ հաստատել։ Խաղաղությունը անբովանդակ երևույթ չէ, կամ համենայնդեպս չի կարող լինել անբովանդակ երևույթ, չի կարող ընկալվել այդպիսին, եթե ընկալողն ինքը ըստ էության քաղաքական իմաստով անբովանդակ մարդ չէ։ Որովհետև խաղաղության որակը կախված է դրա բովանդակությունից։ Եթե օրինակ բովանդակությունը ուժերի բալանսն է, ապա կարող ենք ասել, որ դա լավ որակի խաղաղություն է, հուսալի խաղաղություն է, հաստատուն խաղաղություն է։ Իհարկե, այստեղ ուժերի բալանս ասելով հասկանում ենք, որ խոսքը միայն կամ ամենևին ռազմական ուժերի մաթեմատիկական հավասարության մասին չէ, այլ երկրների ներուժի, ինչը ենթադրում է թե ռազմական կարողությունների բաղադրիչը, թե տնտեսական հնարավորությունները, թե կառավարման արդյունավետությունը ընդհանրապես, արտաքին հարաբերությունների համակարգը և բովանդակությունը տարբեր ուժային կենտրոնների հետ։ Ահա եթե այս ամենով հանդերձ մենք գործ ունենք ուժերի բալանսի վրա հիմնված խաղաղության հետ, ապա բնական է, որ սա լավ որակի խաղաղություն է կամ կարող ենք ասել հաստատուն հեռանկար պարունակող խաղաղություն է։ Եթե խաղաղության բովանդակությունն Ադրբեջանի ներկայացրած պահանջների ու պայմանների կատարումն է, ինչը ցավոք սրտի տեսել ենք վերջին 2-3 տարիների ընթացքում, որի հանրագումարում է հայտարարվել այսպես կոչված հաստատված խաղաղության մասին, եթե Ադրբեջանի ներկայացրած պահանջների և պայմանների կատարումն է սկսած Արցախից հրաժարումից, մինչև պետական և ազգային ինքնության ապամոնտաժում, մինչև Հայաստանի հանդեպ թե ռազմաքաղաքական, թե բարոյահոգեբանական գերակայության հաստատման ընթացքի հանդեպ լոյալություն, ապա այդ բովանդակությունը ոչ թե խաղաղության, այլ թող չհնչի չափազանցություն, բայց խայտառակության մասին է։ Իսկ ինչպես ասել է համաշխարհային քաղաքականության դասականներից մեկը, երբ դու ընտրում ես պատերազմի և խայտառակության միջև երկրորդ տարբերակը, ապա ստանում ես երկուսը միասին։ Եվ սա ամենևին վերացականություն չէ, սա ամենևին պատկերավոր բնորոշում չէ, սա իսկապես համաշխարհային քաղաքականության պատմությամբ հաստատված կանոն է։ Նիկոլ Փաշինյանը չի լուծել խաղաղության հարցը, նա լուծել է իր իշխանության հարցը։
որը ոչ մի կապ չունի խաղաղության հետ եւ հակառակը այդ իշխանության հարցը ըստ էության լուծվել է բալանսավորված խաղաղության լուծումների հաշվին, բալանսավորված խաղաղության տանող քաղաքականության հաշվին, գնալով վերը նշածս պահանջներ եւ պայմաններ կատարելու դրանց հանդեպ լոյալության ճանապարհով։ Եվ հիմա էլ նա զբաղված է ընդամենը առաջիկա իշխանական ցիկլի հարցը լուծելու խնդրով եւ զբաղված է ըստ էության նույն տրամաբանությամբ, ինչով լուծել է իշխանության հարցը նախորդ 2021-ից 26-ի ցիկլում։ Եղել է դիտավորություն, թե չի բավարարել կոմպետենտությունը այս հարցերը լուծելու համար։ Բարդ է ասել, բայց եթե անգամ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, այսինքն չի բավարարել կոմպետենտությունը, միևնույն է Հայաստանը չունի եւս մեկ ընտրական ցիկլ անբավարար կոմպետենտություն սպասարկելու համար։ Դա Հայաստանի համար իսկապես անթույլատրելի շքեղություն է։ Իհարկե հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարող իրեն թույլ տալ զրկվել իշխանությունից, չի կարող իրեն թույլ տալ չունենալ իշխանություն, բայց դա արդեն իր խնդիրն է։ Իսկ ոչ բավարար կամ անբավարար կոմպետենտություն սպասարկելը եւս մեկ ընտրական եւ իշխանական ցիկլով դա խնդիր է եւ լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար։